Պարոն Ստեփանյան, մենք Մոսկվայից կրկին հայտարարություններ ենք լսում Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության սառեցման դադարեցման հետ կապված։ Զատուլինով շատ ակտիվ է հայ-ռուսական հարաբերությունների գծով, ասում է, որ Հայաստանը ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ի անդամավճարը եւ որ դա կարող է հետևանքներ ունենալ։ Հայաստանը պետք է կողմնորոշվի այդ հարցում, չի կարող օրինակ դադարեցնել ՀԱՊԿ-ին անդամակցումը կամ սառեցնել հարաբերությունները, բայց պահպանել ԵՏՄ-ի օգուտները։ Այս հայտարարությունն ինչպես եք գնահատում։ Թե որևէ նոր բան չի ասում Զատուլինը, Մոսկվան անընդհատ դա կրկնում է, ինչ որ յուրատեսակ մանտրա է դարձել իրենց համար, ԱԳՆ-ից սկսած Զատուլինների մակարդակով վերջացրած այդ հայտարարությունները արվում են։ Այստեղ էլեմենտ կա շանտաժի։ Շանտաժի էլեմենտը հետևյալն է, եթե դուք չեք մասնակցում ՀԱՊԿ-ում, ուրեմն դուք կարող եք չմասնակցել ԵԱՏՄ-ում, ինչը աբսուրդ է, որովհետև Ռուսաստանին առնվազն Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում պետք է այնքան, որքան դա պետք է Հայաստանին, դա առնվազն։ Այնպես որ որևէ զուգահեռներ տանել ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև չի կարելի, այն պարզ պատճառով, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում այդ պայմանագիրը լավից թե վատից աշխատում է, գործում է, մաքսերը հավաքվում են, ճիշտ է, ստեից ավելի շատ է գնում Մոսկվա, քան ստենդից է գալի, դա պետք է նշենք, բայց այնուամենայնիվ աշխատում է։ Իսկ ՀԱՊԿ-ը չկա, ՀԱՊԿ-ը գոյություն չունի։ Եթե ՀԱՊԿ-ը գոյություն ունենար, այս պահին Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր տարածքը օկուպացված չէր լինի։ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչի մասին է խոսքը։ Ես նույնիսկ չեմ ասում դրան նորից անդրադառնամ։ Ուղղակի շանտաժի էլեմենտ է պարունակում իր մեջ հայտարարությունը, շանտաժը տեղ չի հասնելու, որովհետև հիմք չունի։ Պարզապես եթե Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում օրինակ մեր տեսանկյունից որևէ օգուտ չունի, իրենք էլ ասում են, թե ՀԱՊԿ-ն է մի բան էլ Հայաստանի համար ինչ-որ բաներ անում։ Ինչու այսքան մտահոգում են հարցը, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը, այլ շատ քաղաքական ինչ-որ ենթատեքստ կա։ Դե մտահոգվում է, որովհետև դա Հայաստանի կողմից հարված է ՀԱՊԿ-ին, չնայած այնտեղ հեղինակության ավելի շատ։ Ոչ հեղինակություն կա, ոչ հարվածելու տեղ կա, որովհետև ՀԱՊԿ-ը ինքը իրենում դիսկրեդիտացված կառույց է, եւ ՀԱՊԿ-ին առաջին հերթին դիսկրեդիտացրել է հենց Ռուսաստանը, Ռուսաստանի իշխանությունը, ՀԱՊԿ-ը չի աշխատում։ ՀԱՊԿ-ը, ես նորից եմ ասում, ինքը մերելացին է, ես ստիպված եմ կրկնվեմ, այն պահից, երբ որ 92 թվականին այդ պայմանագիրը ստորագրվեց, ինքը մերելացին է եղել եւ ինքը հիմա էլ նույն մերելացինն է եւ չի կարա լինել էֆեկտիվ, որովհետեւ այնտեղ հավաքվել են երկրներ, որոնցից մեծ մասը նույն շահերը չունի։ Եթե նույն շահերը չկան, իդենտիկ շահերը չկան, ուրեմն ինչի մասին կարող է գնալ խոսքը։ Ուղղակի ինչ որ դեկլարատիվ թղթի վրա գոյություն ունեցող բյուրոկրատական կառույց է, այդքան է։ Իսկ ինչ կարող է Հայաստանը անել, այսքան ինչքան որ արել է ՀԱՊԿ-ի մասով բավարար համարում եք սառեցման մասով։ Հայաստանը վաղ թե ուշ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա։ Ես չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, որ հիմա պնդեմ, որ հենց այս պահին պետք է դուրս գա։ Եթե իշխանությունները դուրս չեն գալիս, երևի թե ունեն ինչ-որ նկատառումներ եւ նպատակադրումներ, բայց այն, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա, դա կարծում եմ երկընտրանք չկա, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ուղղակի երևի թե հարմար պահի են սպասում, երբ որ կարող են դա անել այնպես, որ մեզ համար դա հնարավորինս քիչ նեգատիվ բացասական հետևանքներ ունենա եւ ունենա միայն դրական է։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն է։ Իսկ ինչ-որ այլ ընտրանքներ կան ձեր կարծիքով, որովհետեւ դուք եւ շատերը, ովքեր որ կողմնակից են այս գաղափարին, հակազդում են ձեզ այն փորձագետներ են ուժերը, նշելով, որ օրինակ ՀԱՊԿ-ին այլ ընտրանք չկա, Հայաստանը ՆԱՏՕ չի կարող անդամակցել, ինչպես կարձագանքեք։ Տեսեք, դուք հիմա կրկնում եք ռուսական ռոպագանդայի թեզերը, կամուվը нужны, если, ես հատուկ ռուսերեն եմ ասում, если не российский сапог, то турецкий ятаган, ՆԱՏՕ-ն երբեք ձեզ չի ընդունելու, այսինքն այս ռոպագանդայի հիմքում ի՞նչն է անկած։ Անկած է մեկ շատ պարզ ռոպագանդիստական հնարք, երբ որ մեզ վերագրում են ցանկություն գնալ ՆԱՏՕ։ Այն դեպքում, երբ որ մենք այդ ցանկությունը չունենք, Հայաստանի ղեկավարությունը այդ ցանկությունը չունի, քանի որ հասկանում են, որ այս պահին մեզ իրոք ՆԱՏՕ չեն ընդունի։ Հիմա իրենք ասում են, դուք ուզում եք գնաք ՆԱՏՕ, բայց ձեզ չեն ընդունի։ Դա սուտ է, դա կեղծ թեզ է, դա ռոպագանդիստական, հա, կեղծ թեզ է, որով մեզ դնում են ինչ-որ մի փակուղու մեջ տպավորություն է ստեղծվում, որ եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու, ուրեմն մենք ոչ, մենք կառուցելու ենք եւ մենք այդ հնարավորությունը ունենք, դուք ինձ հարց եք չէ տալիս, ասում եք դուք ինչի եք այդպես կարծում։ Ես ասում եմ, մենք հնարավորություն ունենք ոչ թե ՆԱՏՕ մտնել այս պահին, բայց կառուցել ՆԱՏՕ-ի գլխավոր առանցքային երկրների հետ երկկողմանի հարաբերություններ եւ պաշտպանական ոլորտում եւ քաղաքական ոլորտում։
Ֆրանսիան այդ երկրներից մեկն է եւ ես ի ուրախությամբ նշում եմ, որ այն ինչի մասին ես խոսում եմ վերջին 3 տարվա ընթացքում առնվազն ջերմուկի դեպքերից հետո 22-ի, երբ որ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար որպես պաշտպանության, անվտանգության երաշխավոր գոյություն չունեն։ Այդ պահից ես պնդում եմ, որ մենք Ֆրանսիայի հետ պետք է ունենանք ռազմավարական մակարդակի հարաբերություններ եւ ես ուրախությամբ կարող եմ նշել, որ հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են գնում եւ արդեն Ֆրանսիայի գործնախարարը Երևանում այդ մասին խոսում է։ Ֆրանսիայի հետ պետք է կառուցենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պետք է կառուցենք, Հունաստանի հետ պետք է կառուցենք, Մեծ Բրիտանիայի հետ պետք է կառուցենք, ՆԱՏՕ-ից դուրս Հնդկաստան, Իրան, աշխարհը շատ մեծ է։ Եվ ով է ասել, որ ՀԱՊԿ-ը, եթե ոչ ՀԱՊԿ, ուրեմն ՆԱՏՕ, ոչ։ ՆԱՏՕ-ն ունի երկրներ, կառույց լինի։ Միանշանակ։ Մենք կարող ենք հետագայում ժամանակի ընթացքում այդ նպատակը մեր առջև դնել, որովհետև ՆԱՏՕ-ի անդամակցությունը հաստատ մեզ չի խանգարի, բայց այս պահին մենք պետք է ինտեգրվենք ՆԱՏՕ-ի երկրների հետ նույն պաշտպանական համակարգերում եւ այդ դրա համար մենք ունենք բոլոր նախտվյալները եւ հիմքերը, պետք է ուղղակի աշխատանք տանել։ Այնպես որ այդ կեղծ ռոպագանդիստական թեզերը, հա, գիտեք, իրենք արդեն վաղուց չեն աշխատում, որովհետեւ իրենց մերկությունը անգամ ակնհայտ է, որ արդեն երևի թե Հայաստանում բոլորն են դա հասկանում։ Կարծում եք հասարակությունը հասկանում է, որտեղ օրինակ երկրորդ նախագահ պարբերաբար իր ասուլիսներում, երբ քննադատում է Հայաստանի դեպի Եվրամիություն ձգտումներ, ասում է Մակրոնը, ինչ Մակրոնը գրկախառնություններից բացի ոչ մի բան չի տալիս Հայաստանին։ Ես ուզում եմ ձեր դիտարկմամբ հասկանալ կա։ Պարոն Ռոբերտ Քոչարյանը այստեղ երկու տարբերակ կա։ Կամ իրոք ունի պրիմիտիվ մտածելակերպ, ինքը պրիմիտիվ է մտածում, եւ եթե դա այդպես է, ես սա ենթադրում եմ, ուրեմն ես զարմանում եմ ինչպես է ինքը 10 տարի ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը եւ միջև այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որովհետեւ սա պրիմիտիվ, ապա քաղաքական մոտեցում է, կամ իր մտածելակերպը պրիմիտիվ չէ, ինքը իրոք գիտակցում է այդ ամենը, ու հատուկ մեր հասարակությանը մտցնում է մոլորության մեջ խոսելով Մակրոնի մասին ինչ որ գրկախառնության կամ ես չգիտեմ համբույրների մակարդակով, սա պրիմիտիվիզմ է, սա քաղաքական գործին հարիր պահվածք չէ։ Եստե կա ես նորից եմ ասում, երկու տարբերակ, կամ ինքը պրիմիտիվ քաղաքական գործիչ է, ինքը չի հասկանում ինչ է խոսում, կամ ինքը հասկանում է եւ հատուկ է դա անում, որովհետեւ որպեսզի մեր հասարակությանը մոլորեցնի եւ այդ դիսկուրսը, պաշտպանական դիսկուրսը, անվտանգության ապահովման դիսկուրսը, որտեղ Ֆրանսիան ունի իր յուրահատուկ դերակատարումը, ոչ մեկ չի ասում, ես այդ կատեգորիաներով չեմ խոսում, մեզ փրկելու է, ֆրանսիական լեգիոնները գալու են, չգիտեմ, սուզանավերը գալու են լեռները, ոչ։ Անվտանգության բաղադրիչներից մեկն է, ուղղություններից մեկն է։ Եթե ինքը ներկայացնում է այդ ուղղությունը որպես Մակրոնի հետ գրկախառնվելու պրիզմայով, ուրեմն այդ երկու տարբերակն է, կամ ինքը պրիմիտիվ քաղաքական գործիչ է, կամ ինքը խաբում է հայ հասարակությանը եւ դիսկուրսը, կեղծ դիսկուրս է տանում, կեղծ նարատիվ է տանում եւ փորձում է մեր համակարգացիներին մտցնել մոլորության մեջ։ Այս երկու տարբերակն է։ Դուք ընտրեք։ Այս փուլում ինչպես է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, երեք արտգործնախարարը խոսեց դրանց մասին, նշելով, որ թղթով դրված պարտավորությունները մենք կատարում ենք, կան որոշակի խնդիրներ, մի բանից իրենք են դժգոհ, մի բանից մենք ենք դժգոհ իրենցից, գուցե ընկալումներն են տարբեր, մեր ինչպես կգնահատեք։ Ես կարող եմ իմ ընկալումները ներկայացնել կապված պարոն Միրզոյանի հայտարարության հետ, այս պահին հայ-ռուսական հարաբերությունները մի փուլում են, երբ որ Հայաստանը փորձում է այդ հարաբերությունները պահպանել, բացառապես տնտեսական մակարդակում, դա ԵԱՏՄ-ն է եւ երկկողմանի համագործակցությունն է տնտեսական ոլորտում եւ դրանով սահմանափակվել եւ կառուցել լավ թե վատ նորմալ հարաբերություններ, ինչպես դա բոլորի հետ է փորձում անել, դա նորմալ է։ Ռուսաստանը փորձում է այդ տնտեսական հարաբերությունները պահպանելով օգտագործել այդ տնտեսական հարաբերությունները Զատուլինի հայտարարությունը ինչի մասին է, որպեսզի այդ հարաբերություններով տնտեսական բերել մեզ նորից ռազմաքաղաքական դաշտ, բերել մեր նորից ռազմաքաղաքական դաշտ, իսկ ինչ է դա նշանակում։ Ռուսաստանը մեր անվտանգությունը չի ապահովելու, մեզ զենք չի վաճառելու, ինքը դրա հնարավորությունը չունի, եթե նույնիսկ ցանկություն ունենա, բայց Ռուսաստանը մեր առջև եւ դա արվում է հիմա, նորից դնելու է 9-րդ կետը, հայտնի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ թղթի կտորի 9-րդ կետը։ Ես հասկանում եմ, որ սա քաղաքական աբսուրդ է, որ այդ թուղթը գոյություն չունի, ինչպես եւ ՀԱՊԿ գոյություն չունի, բայց իրենց նպատակը դա է։
այդ տնտեսական լծակները օգտագործելով, մեզ վախացնելով, մեր վրա ճնշում գործադրելով, քաղաքական շանտաժ գործադրելով, բերել մեզ նորից նոյեմբերի 9-ի հունի մեջ եւ վաճառել Սյունիքի այդ միջանցքային մասը, որով ճանապարհը պետք է անցնի, ով ինչպես ուզում է թող կոչի, թուրքերին, ադրբեջանցիներին եւ թուրքերին։ Սա է իրենց նպատակը, ուրիշ նպատակ իրենք չունեն։ Եվ դրա հետ մեկտեղ իրենց ներկայությունը ամրապնդել Հայաստանում, այդ կապանում ինչի համար է հիպատոսությունը բացեն, հա? Դա ծրագրի մի մասն է։ Ու հետագայում այդ ամենը օգտագործել մեր դեմ, եւ կարծում եմ, ես այդպես եմ կարծում, ես վստահ եմ Արցախյան սցենարը ուզում են իրագործել Հայաստանում։ Այդ կապանի հիպատոսության մասով Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հիպատոսություն, նաև Իրանին կա այնտեղ Սյունիքում, Ռուսաստանինը ձգձգվում է, ինչու ձեր կարծիքով, տեխնիկական հարցեր են, թե Հայաստանն ամեն դեպքում։ Սա հայտ է, իրականում 3 տարի է արդեն, 3 տարի է բանակցությունները գնում են, ուղղակի որքանով ես հասկանում եմ, եթե այս մոտեցումը չփոխվի, իհարկե իշխանության, այս պահին կա այդ մոտեցումը, ուղղակի ժամանակ ձգձգել, փորձելով ցույց տալ, որ մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց այ կան տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով ձգձգվում է, միգուցե մյուս տարի կամ միգուցե հետո այսպիսի քաղաքականություն է ընտրած։ Ես հույս ունեմ, որ այս քաղաքականությունը հստակ հաշվարկված է եւ մենք չենք շեղվելու այս քաղաքականությունից։ Այս պահին մենք դա կարող եմ ասել, որովհետեւ բացել կապանում ռուսական հյուպատոսություն նշանակում է քայլ առաջ անել 9-րդ կետի իրականացման ճանապարհով։ Իսկ սա մեզ համար մի ճանապարհ է, որը մեր երկիրը հեռավոր ապագայում որպես հեռանկար տանում է կործանման։ Սա է խնդիրը։ Պարոն Ստեփանյան, այս պահին ռեալ ինչն է պահում Ադրբեջանին այդ միջանցքը չփոկելու համար։ Ձեր կարծիքով Իրանն է, Հայաստանի իշխանությունների քայլերն են, Մոսկվան չի կարողանում ճնշում գործադրել։ Ես կարող եմ շատ կարճ պատասխանել մեկ նախադասությունը, հետո միտքը բացել։ Աշխարհակահաղական կոնսենսի բացակայությունը։ Ադրբեջանը շատ փոքր պետություն է, իսկ Ալիևը շատ փոքր կալիբրի քաղաքական գործիչ է միջազգային մասշտաբներում, որպեսզի ինքը այդպիսի որոշում կայացնի եւ իրականացնի։ Իրեն պետք է կոնսենսուս։ Այսինքն բոլոր կողմերը, որոնք այստեղ ունեն շահեր, պետք է համաձայնություն տան։ Այնպես, ինչպես դա եղել է 23 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի այդ մնացած մասով, հա։ Ինձ 3-1-ը փորձում էր համոզել բանավեճի ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանն է Ղարաբաղը հանձնել։ Ես նշեցի, որ իրականում դա եղել է կոնսենսուսի միջոցով եւ հիմքում ընկած է, եթե մենք Նիկոլ Փաշինյանին ենք մեղադրում հանձնման մեջ, ուրեմն հավասարապես Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչեւ Արայիկ Խարությունյանը պետք է բոլորին բերենք այդ նույն գծի մեջ շարենք։ Այսինքն կոնսենսուս են սպասում նրանք։ Եթե այդ կոնսենսուսը ձևավորվի, Ալիևը 1 վայրկյան չի մտածի հարձակման մասով։ Եվ այդ կոնսենսուսին ով է այս պահի դրությամբ, որ պետությունը շատ հակազդում Իրանն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան, Ֆրանսիա, սա ակնհայտ երևացող երկրներն են, որոնք դերակատարում ունեն։ Ես կարծում եմ իրականում, տեսեք, մենք պետք է սա դիտարկենք հետևյալ պրիզմայով։ Որ երկրներն են, որ շահագրգռված չեն Թուրքիայի ուժեղացման մեջ։ Ես կարծում եմ Եվրոպայում չկա այնպիսի երկիր, որը շահագրգռված է, որ Թուրքիան ուժեղանա։ Սա ակնհայտ է։ Այնպես որ այս հարցում դժվար թե լինի կոնսենսուս, գոնե այս պահին։ Մենք պետք է շատ, ոնց ասեմ, ճակերտներում ջանքեր գործադրենք, մեր երկիրը շատ պետք է ջանքեր գործադրի, որ այդ կոնսենսուսը ձևավորվի։ Այնպես ինչպես մենք ջանքեր ենք ձևավորվել, որպեսզի գործադրել, որպեսզի կոնսենսուսը ձևավորվի Արցախի շուրջ։ Խաղաղության պայմանագրի մասով նաև սպայի դրությամբ ձեր կարծիքով ինչ հնարավորություններ կան, անընդհատ նոր նախապայմաններ եւ այլն, ինչքան կձգձգվի ձեր կարծիքով, ինչքան կարող է Բաքուն օրինակ դիմադրել այս process-ին, միջև որ։ Գիտեք, ես հավատում եմ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է։ Ես հավատում եմ դրան։ Բայց իհարկե ժամկետներ չեմ կարող նշել։ Դա կարող է լինել այս տարի, կարող է լինել մյուս տարի, մենք չգիտենք ինչ աստարը մենք չենք տեսնում։ Կան որոշակի դրսևորումներ, ճնշման եւ այլն, բայց մենք աստարը հստակ չենք տեսնում, որպեսզի ժամկետների մասին խոսենք։ Ստորագրվելու է, բայց երբ, ինչ պայմաններով։ Եվ ամենակարևորը, ինչը ես կուզեի ասել, խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ խաղաղություն չի նշանակում։ Մենք սա պետք է գիտակցենք։ Հայ-ադրբեջանական խնդիրը շատ ավելի խորն է, քան արցախյան հակամարտությունը
մենք երկար տարիներ սխալ դիրքերից ենք հանդես եկել մեր ղեկավարները։ Կար չէ մոտեցում, որ մենք տալիս ենք շրջանները, հարցը փակվում է։ Հետո կար մոտեցում, որ Արցախն ենք հանձնում, հարցը փակվում է։ Վերցրեցին, պատերազմում վերցրեցին, բայց հարցը չի փակվում, որովհետև հարցը շատ ավելի խորքային է։ Մարդիկ կան, որոնք նշում են, որ հարցը կոնֆլիկտը էթնոքաղաքական է, կան մասնագետներ, որոնք ասում են կառավարական, ես համաձայն չեմ։ Ուղղակի ստեղ կա մեկ խնդիր։ Հայաստանը վերջին 100 տարվա ընթացքում իրենից ներկայացնում է սեպ, որը խրված է այդ մեծ թուրան նախագծի մեջ։ Եվ Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ է շահագրգռված են եղել այդ սեպը վերացնել։ Հայաստանը ուզում են վերացնել որպես գործոն։ Եվ այս պահին իրենց հետ համամիտ է Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանը այնքան է թուլացել, որ այդ թուրանական քաղաքականության դեմը չի կարող առնել։ Այն դեպքում, երբ որ իրենց շահերը չեն համակնում, հետեւաբար փորձում են նվագել իրենց այդ սրինգի տակ եւ իրենց այդ հարցեր լուծել։ Իրենց նպատակը սա է, իրենց նպատակը Հայաստանի ոչնչացումն է որպես գործոն։ Կլինի դա միջանցքի տեսքով, կլինի դա Հայաստանի մասնատման միջոցով, Հայաստանը չպետք է իրականացնի եւ ընդունի ինքնիշխան որոշումներ։ Սա է նպատակը։ Եվ ես վստահ եմ, որ Լավրովը կամ Մատվիենկոն, որ այսօր գտնվում է Երևանում, իրենք գալիս են այստեղ ունենալով այս ռազմավարական նպատակը եւ սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, որովհետեւ իրենք, ես նորից եմ ասում, այս պահին իրենց քաղաքականությունը կառուցում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համահունչ։ Սա մեծագույն սխալ է Ռուսաստանի համար, բայց մենք հիմա չպետք է իրենց սովորեցնենք, թե ոնց կառուցեն քաղաքականությունը։ Մոտեցումը սա է։ Իսկ եթե խնդիրը սա է, խաղաղության պայմանագրով այդ խնդիրը չի լուծվում։ Իսկ եթե չի լուծվում, ուրեմն շարունակվելու է խնդիրը, շարունակվելու է տարբեր ձևերով խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Դրա համար ես անձամբ այդ խաղաղության պայմանագրի մեծ նշանակություն չեմ տալիս։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։